Apple-ը ներկայացրեց iPhone-ներից էժան MacBook, ասենք նույն գնին, ինչ մի քանի օր առաջ դուրս եկած iPhone 17-ին, ընդամենը $600 MacBook Neo։ Aluminum կորպուսով, որը էժան նոթբուքերի սեգմենտում բավականին գովելի է, 4 գույնով, արծաթագույն, վարդագույն, կապույտ ու բաց կանաչ։ Այս բաց կանաչը ամենասիրունն է։ 13 դյույմանոց 2K էկրան, սկսում է 256 GB-ից, 1080p դիմացի տեսախցիկ, իսկ մարտկոցի հզորությունը մինչև 16 ժամ վիդեո դիտում։ Լավ, բա ոնց են ստացել այս գինը, որտեղ են խնայել։ Խնայել են էկրանի լուսավորման մեջ, ընդամենը 500 նիտ էկրանի լուսավորման հզորություն, կլավիատուրայի լուսավորման մեջ, որը իրոք երեկոյան ժամերին հաստատ հաճելի չի ինչ-որ բան գրելը։ Ընդամենը 2 USB Type-C, որոնք այդքան էլ հզոր չեն, եւ 8 GB RAM։ Ոստեղ ամենակարևորը պին բռնեք, որ չընկնեք, անցած տարվա iPhone 16 Pro-ի պրոցեսորն է մեջը, A18 Pro, iPhone-ի պրոցեսորով MacBook։ Իմ մոտ ուղղակի հարցը առաջանում խի iPhone 17 Pro-ի A19 Pro չիպը չի, ոնց որ դա ավելի հզոր է։ Բայց կարծում խելացի տարբերակ են գտել անցած տարվա iPhone 16 Pro-ի չօգտագործված չիպերը օգտագործում են նոր MacBook-երի մեջ։ Իսկ ում համար է սա ավելի շատ ուսանողների, երեխեքի համար, ում պետք է ուղղակի համացանցում ինչ-որ ինֆորմացիա ման կամ ինչ-որ ռեֆերատներ սարքեն, Word, Excel նմանատիպ բաներ։ Ուստի կարծում եմ իրենց կողմից շատ խելոք քայլ է, մուտք են գործում ավելի էժան ու հասանելի համակարգիչների սեգմենտ։ Մինչև այս MacBook Air-ն էին փորձում վաճառեն որպես հասանելի ու էժան համակարգիչ, հիմա արդեն կա MacBook Neo-ն։ Իսկ դու չմոռանաս հետևես ալիքին ու այս վիդեոն ուղարկես ընկերոջդ, քանի որ կարող է իրան հենց այս MacBook-ն է պետք։